Ողջույն։ Քանից ասել եմ ու վստահ եմ ձեզնից շատերն էլ այն կարծիքին են, որ Հայաստանի այս իշխանությունը ամենալավը անում է իր արածի ու չարածի վատ հետևանքները ուրիշի վրա բարթելու գործը։ Մենակ թե մարդ գտնեն ու մեղադրեն։ Ասում ես ցեղասպանությունը ուրանում եք, ասում են, բա այն ժամանակ դեմ չեն եղել պատմաբանների հանձնաժողովին։ Սուտ եք ասում, դեմ են եղել։ Ասում ես Ղարաբաղը հանձնել եք, ասում են հանձնել են էս ինչ թվին, այն ինչ թվին, ու մի 60 հատ թվական են բերում։ Հիմա էլ սկսել են իրենց այսօրվա ձախողումների հետևանքները, որ շուտով ցավոք զգալու ենք, բարթել ընդդիմության ակցիաների վրա։ ՔՊԱ-ականները իրենց ղեկավարի գլխավորությամբ սկսել են մեղադրել ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշը այրելու համար։ Մեղադրելը հեչ, հասկանում եմ իրենց։ Այդ կուսակցության ղեկավար կազմում հավաքվել են ադրբեջանցիների հետ Նովրուզ նշողներ, հավաքվել են Թուրքիայում փորձառություն ձեռք բերածներ, հավաքվել են մարդիկ, որոնք անգամ Թուրքի ագենտի համբավ ունեն։ Իրենց թիմի ղեկավարն է ասում, չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք, ու բնականաբար ծանր կտանեն դրոշի այրումը։ Դրանք կամ աջակիցները անգամ դաշնակցության դրոշը վառելու օր էին հայտարարել ապրիլի 23-ը։ Այն, որ ՔՊ-ն նեղվել է թուրք-ադրբեջանական դրոշները վառելու համար, դա ընդունում եմ շատ նորմալ, չեմ զարմանում։ Կզարմանայի, եթե օրինակ Թուրքիայի դրոշը վառեին Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը, Ռուբեն Ռուբինյանը ու նման ՔՊԱ-ականները։ Բայց զարմանում եմ, որ դրոշի այրումը դատապարտելուն զուգահեռ մեղադրում են սադրելու մեջ։ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե դրոշի այրումը սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Նիկոլական մամուլն էլ գրում է, թե դրոշները վառելու պատճառով թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ, տուն է վնասվել։ Թշնամին գիշերը կրակել է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար եւ Արավուս գյուղերի ուղղությամբ։ Թշնամին մի քանի ամիս է կրակում։ Մեր պաշտպանության նախարարությունը հիմնականում ասում է չեն կրակել, օդ են կրակել։ Յուղացիները հերքում են ՊՆ-ին, հետո Պապիկյանի նախարարությունը ստիպված խոստովանում է, որ կրակել են։ Հիմա ՔՊ-ն իր լրատվամիջոցներով այնպես է արդարացնում Ադրբեջանի քայլերը, կրակոցները, որ Ադրբեջանը գլուխը պատին է տվել, թե այդպես կարող է հիմնավորել։ Ավելի քան 20,000 մարդ դուրս է եկել երթի, ոչ միայն հարգելու նախնիների հիշատակը, այլև իրենց բողոքը արտահայտելու ցեղասպանությունը մոռացության մատնելու դիրքորոշման առնչությամբ։ Ընտրված սիմվոլիկան ցույց է տալիս, որ այժմ հանրապետության բնակչությունը ունի պայքարի երկու խորհրդանիշ՝ խոսքը ցեղասպանության ճանաչման եւ Արարատը որպես Հայաստանի Հանրապետության պատմական խորհրդանիշ պահելու համար պայքարի մասին է։ Նիկոլն ասում է, դրոշները վառելով սադրում են ու հրահրում։ Ով է հրահրում ու ինչ է հրահրում։ Ժողովուրդը կարող է հրահրել պատերազմ, հարձակում։ Ժողովուրդն է բանակցում թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ով է սադրել։ Ընդդիմությունը սադրել է Նիկոլը իր անպատասխանատու հայտարարությամբ։ Արցախը Հայաստանը եւ վերջ, այնպիսի բան կասեն, որ Ադրբեջանը ներսից կքանդվի եւ այլ այս տեսակ խոսքերով։ Դա ամռանն էր, դրոշը վառել վաղուց արդեն վառել էին։ 2021 թվականի մայիսին Սև լճի մի մասի ու ընդհանրապես Հայաստանի շուրջ 50 քառակուսի կիլոմետրի օկուպացումը ով է սադրել։ Ժողովուրդը, Նիկոլը, ու ասեմ ինչպես, գլուխը կախ հանձնումներով, երբ ինչ որ կեղծ GPS քարտեզների հիմնվելով Գորիս Կապան ճանապարհը հանձնեց, Շուրնուխի կեսը հանձնեց, Սոտքի հանքավայրի կեսը հանձնեց, դրանով սադրեց, որ էլի մտնեն վերցնեն։ Դա մայիսի 12-ն էր ու էլի կապ չուներ դրոշը վառելու հետ։ 2022 թվականի ջերմուկի իրադարձությունները, հարձակումները ով սադրեց։ Սադրեց Նիկոլը, նա էր ասում, այս տարածքի համար կռիվ չենք անի, Սև լճի համար կռիվ չենք անի։ Ու թշնամին ըստ երևույթին ասում էր, հլա սպասի, եթե Սև լճի համար կռիվ չի անում, ջերմուկի համար խի պետք է կռիվ անի։ Սադրանքը դա էր։ 2023 թվականի հարձակումն ու բռնագաղթը ով սադրեց։ Նիկոլը չսադրեց, Պրահայում ասելով Արցախն Ադրբեջան է։ Ոչ միայն սադրեց, այլև ձեռքերը ազատեց, ասեց ինչ ուզում եք արեք։ Բայց ինչ դրոշի վառում։ Ինքը չէր զենքերը հանել Արցախից թշնամուն էստի համեցեք գոռալով։ Չի կարող ընդդիմությունը հրահրել, սադրել պատերազմ։ Մեր երկրում Նիկոլից ավելի անպատասխանատուն դիմադիր երբևէ չեմ հիշում եղած լինի։ Ինչ ասես հայտարարում էր, ինչքան սուտ կա տարածում էր։
բայց իշխանությունը չի ասել, օրինակ, ընդդիմությունը Նիկոլը սադրել է ապրիլյան պատերազմ։ Եթե ընդդիմության ասելով բան փոխվեր, պետք է Նիկոլի ընդդիմադիր ելույթների պատճառով Հայաստանը կործանված լիներ, բայց արի ու տես, որ մեր երկիրը կործանման է հասել Նիկոլի իշխանական ելույթների պատճառով։ Դրոշ վառելուն կողմ մենք թե չէ, հազար կարծիք ու հիմնավորում կարող է լինել։ Բողոքի արտահայտման ձև է։ Ձեր այսօրվա քպական պաշտոնյաները տարիներ առաջ ինչ ասես, որ չէին անում Ռուսաստանի դրոշի հետ։ Ով ասաց Ռուսաստանին սադրում եք։ Ասեմ Ադրբեջանն ինչ է կրակում։ Այն որ կրակում է 2 ամիս, Սուրեն Պապիկյանի նախարարությունը հերքում է, ասում է Ադրբեջանը օդ է կրակում, մարդկանց տներն էին այնինչ վնասվում։ ՊՆ-ն ասում է օդ են կրակում։ Ադրբեջանը մեզ հետ հավասար կարդում է ՊՆ-ի հետ հայտարարությունները։ Ու երևի ասում է, այ մարդ, եթե այսքան կրակում եմ, հերքում են, արդարացնում են, հենա ուղիղ տների վրա կրակեմ, էլի, մեկա դրանք հորինելուց լավ են, մի ձև հաստատ կարդարացնեն։ Ու արդարացնում են։ Նիկոլական մամուլը գրում է ջահերով երթի պատճառով են կրակում։ Շատ մեծ է հավանականությունը, որ մենք էլի պատերազմի առաջ կկանգնենք, բայց դրա պատճառը ձեր զիջումներն են, կզոցիներն են, բանակցային ձևն է, լեքսիկոնն է, ամեն ինչ տալու պատրաստ լինելն է։ Իսկ ընդդիմության մեղքը մի բանի մեջ է, որ դուք դեռ կաք մեր քաղաքական համակարգում։ Երբ ասում ես ցեղասպանության ճանաչումը մեր օրակարգում չէ, երբ ասում ես Ղարաբաղը մերը չէր, Ալմաթայի հռչակագիր բան, երբ ասում ես անկլավներ ունենք, որ պետք է հանձնենք, այ դու դրանով սադրում ես ու նոր պահանջների դուռ բացում։ Մի ողբ է, որ դրել են դրոշների այրման պատճառով։ Նիկոլական Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Եղբոր արձան ադրբեջանցիք պղծեցին, չնեղվեց։ Ադրբեջանի դրոշը վառելուց նեղվել է, ողբը կապել է։ Ասում է թող Աստված ների մեզ, Աստված մեզ կների, իսկ քեզ քո աղբերը կների, քանի չափալախ կտար։ Նիկոլը ցեղասպանության օրվան նվիրված ուղերձ է հղում ոչ մի տող դատապարտման մասին, ոչ մի բառ ճանաչման մասին, խոսում է սահմանազատումից, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարիդրացիությունից, այդ դրանով սադրում է, այսինքն ասում է կարող եք հանգիստ ցեղասպանել, մենք որ չենք դատապարտում։ Արտգործնախարարությունը ուղերձում դատապարտում չի անում, ասում են մենք ակտիվ ենք այն նախաձեռնությունների մեջ, որոնք միտված են, որ նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերվեն, արագ արձագանքվեն, կանխարգելվեն եւ այլն։ Արդեն կատարվածի մասին ոչինչ, խաղաղության քարոզ։ Նիկոլ Փաշինյանից մի հատ դուխ էին գողացել, ամբողջ երկրի ԱԱՑ-ն, ոստիկանությունը, քննչականը խառնեց իրար։ Քանի հատ լայվ մտավ, գիշերը չքնեց։ 1.5 միլիոն մարդու ունեցվածքը յուրացրել են, հայրենիքն էլ հետը, սրանք ասում են պահանջ չունենք։ Իսկ ցեղասպանության հարցի արծարծումը չեք համարում սադրանք, որ այսօր ուղիղ եթերներով մարդիկ դատապարտում են, ինչ ասես, որ չեն ասում ահաբեկչական Թուրքիային, սադրանք կարող է դա եք համարում, որ ընդհանրապես Ծիծեռնակաբերդը դեռ չեք փակել, սադրանք չէ, հաջորդ անգամ, որ այցելես Թուրքիայի տուն, մի հատ հարցրու։ Այսօր Ծիծեռնակաբերդը փակեր ժողովրդի առաջ, որպեսզի Նիկոլը գնար, դիպուկահարները, ոստիկանները, հատուկ ջոկատայինները, շները գնացին, ստուգեցին, ամեն հատիկ ծաղիկ ստուգեցին, հոտոտեցին, որ Նիկոլը այցելի Ծիծեռնակաբերդ։ Բայց ինչու եք ձևականությունների մեջ ընկնում։ Եթե դու ոչ նորմալ ուղերձ ես հղում, ոչ դատապարտում ես, ոչ ճանաչման կոչ ես անում, ոչ էլ ուզում ես սադրանք համարվի, ինչ ես ձևական այցելում։ Եվս մեկ տարբերակ, թե ինչու Նիկոլը թուրքական դրոշների այրումից անհանգստացած է։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը անգնահատելի դեր ունեն Նիկոլի իշխանության պահպանման գործում։ Ու հիմա կարող են ուղիղ կերպով, ուղիղ կապով զանգել, վիրավորել, հայհոյել, ասել մենք քեզ այսքան աջակցեցինք, թողեցինք իշխանության, օգնում ենք պահել աթոռդ։ Մի դրոշ վառելը ինչա որ չես կարողանում արգելել։ Սա մտահոգված է ոչ թե դրոշների վառումից, այլ իր իշխանությանը վտանգ չսպառնա։ Ջահերով երթի ժամանակ, երբ մարդիկ պատրաստվում էին, անձրևանոցներ ու ջրակայուն հանդերձանք էին պատրաստում, որ այդ ցրտին, անձրևին քայլեն մի քանի կիլոմետր մինչև Ծիծեռնակաբերդ,
Նիկոլը մտածում էր միայն իշխանության պահպանման մասին, ոստիկանական բրիգադներ էր տարել շարել պետական շենքերի դիմաց։ Դուք ջահերով երթի իմաստներ չհասկացաք, անշունչ շենքերը, որտեղ ոչ ոք չկար, մտնում էին ինչ անեին կես գիշերին։ Ժողովրդի համար վիրավորական է իշխանության արձագանքը։ Որոշ տվյալներով մոբիլիզացվել են հազարավոր ուժայիններ, ինչը ցույց է տալիս իշխանության վախը ժողովրդից։ Իշխանությունը դուրս չեկավ այդ ակցիաներին, ավելին, անգամ եվրոպական, իտալական, ֆրանսիական մամուլներ նկատում եւ հայտնում իրենց նյութերում, որ Հայաստանի իշխանությունը արգելել է այլ երկրներում իր դեսպանատներին մասնակցել ցեղասպանության հիշատակի ակցիաներին։ Գիտեք, եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն, անգամ կարող էր բանակցություններում օգտվել մեր երկրում իրավիճակից, ընդդիմադիր հայացքների նման մեծ ծավալից ու բանակցություններում համոզել, որ զիջել չի կարող, ըմբոստություն կա, բայց քանի որ մեր երկրում թուրք-ադրբեջանական իշխանություն է, նրանց շահերի սպասարկում է, այդ դրա համար էլ էս խայտառակ պատկերը ունենք։ Ադրբեջանական մամուլը մի հատ նայեք, ավելի քիչ են դատապարտետ դրոշների այրումը, քան Հայաստանում, առաջ ավելի ծանր էին տանում, հիմա ծանր չեն տանում դրոշների այրումը, որովհետև ասում են մեկա վառեք չվառեք, Հայաստանի իշխանությունը մերն է։ Կարճ ասած, Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրումը այս պահին արդեն ավելի շատ դիտվում է որպես ակցիա ոչ միայն այդ երկու երկրների դեմ, այլ Հայաստանի ադրբեջանա-թուրքական իշխանության։ Մի ամբողջ պետության մեջ, որտեղ կան հազարավոր պետական պաշտոնյաներ, չի գտնվում մեկ հոգի, որ ասի. ես դեմ եմ այս քաղաքականությանը, չեմ աշխատում արդեն ձեզ հետ։ Այն որ հա ասում են 5-րդ շարասյուն, 5-րդ շարասյունը այս է։ Հայաստանում իդեմս իշխանության, իդեմս իշխանական քարոզիչների գործ ունենք 5-րդ շարասյան հետ։ Ով պատմությունից տեղյակ է տրոյական ձիու մասին, շատ է համեմատում Հայաստանի իշխանության հետ։ Ով չգիտի, կարդացեք։